Խնդրեմ նախ ներկայանաք, երբ եք տեղահանվել մի փոքր բան։ Դե ինչպես բոլոր արցախցիները, ես էլ 23 թվականին տեղահանվածներից եմ, Բալասան Վանյան, Մարտակերտ շրջանի Մարտակերտ քաղաքից եմ, երկար տարիներ աշխատել եմ Մարտակերտում, Մարտակերտի շրջվարչակազմում որպես սպորտի գծով գլխավոր մասնագետ, սպորտ դպրոցի տնօրեն, քաղաքական գործունեություն ենք ծավալել, այսօր էլ հայտնվել ենք Երևանի փողոցներում, կարելի ասել, ապաշնոր քաղաքականության հետևանքով կարող եմ տանջել, որը վարեց Հայաստանի Հանրապետության իշխանությունները, սինխրոնացնելով Արցախի իշխանությունների հետ միասին։ Ես կասեի, ես չեմ վարանում այդ բառերից, կային նմանները նաև, նմանատիպ բաներ։ Բայց խնդիրները բազմազան են, սկսած ՀՀ կառավարության ներկայացրած ծրագրից հենց առաջին կետից ամեն ինչ խնդիր արցախցիների համար, թեկուզ ցանկացած ծրագիրը, թեկուզ առաջին մասով, երկրորդ, երրորդ մասով, ասենք տուն կառուցելու համար ծրագիր կա, որին ես համապատասխանում եմ, ասենք, բայց հող հատկացում չկա։ Ասում եմ գնա տուն կառուցի, տուն կառուցելու համար, ասենք, նոր որոշում է կայացել 3 միլիոնը փոխել են 4 միլիոնով տեին, բայց հող հատկացում չկա։ Քաղաքացին տունը որտե կառուցի։ Ու ծրագրի մեջ գրված է, որ պետք է այդ հողը գնված լինի 2023 թվականի սեպտեմբերի 23-ից հետո, այսինքն երբ որ դեպորտացիան սկսվել է, այդ տեղահանում։ 23-ից հետո ով կարող է մանավանդ բազմազավակ ընտանիք, մանավանդ որ այստեղ բիզնես չի ունեցել, այստեղ բան չի ունեցել, ով կարող է այստեղ հող առնել։ Այդ գներին բոլորը ծանոթ եք երևի։ Հողի հատկացում չկա։ Տան կառուցման համար երբ որ առաջինը հողն է։ Այդ ծրագրի մեջ գրված չի, ասենք բանը հող հատկացումից հետո պետք է լինի շինթույլտվություն։ Շինթույլտվությունը էլի գիտեք, որ ինչքան թանկ հաճույք է։ Լրիվ այդ փողերը։ Միայն հատկացումը հողի համար, ասենք 3 միլիոն կամ 4 միլիոն փող են հատկացնելու դրամ։ Որպեսզի այդ տվյալ անձնավորությունը կարողանա ձեռք բերի այդ հողը, բայց 4 միլիոնով հող կարա ձեռք բերես, ամբողջ Հայաստանի տարածքն եմ ասում, չեմ ասում Երևան քաղաքը կամ հարագից, նման բան հնարավոր չի։ Իսկ ընդհանուր մթնոլորտը, օրինակ նաև ատելության խոսքի հետ կապած։ Իհարկե, գիտեք ինչ, ես կարելի է ասած սենց յուրովի մոնիտորինգ եմ արել, այդ ատելության խոսքը ոնց է սերմանում, եւ եկել են եզրակացության, որ այդ ատելության խոսքը ոչ թե ժողովուրդն է ստեղծում, ժողովրդի մեջ է ծագում այդ ատելությունը, այլ պետական քաղաքական գործիչների կողմից հիմնական։ Սկսած կառավարության աշխատակիցներից, կառավարություն ես գլոբալ առումով եմ ասում, նախարարությունները բանը հետ միասին, կան լավ մարդիկ էլ կան, հաճելի մարդիկ էլ կան, որ հանդիպում ենք, խոսում ենք, հասկանում ենք իրար, սկսած պրոքսի բաներ կան, քաղաքական գործիչներ, դրանցից Ղարաբաղցիները գնան իրանց բանում, Ղարաբաղցին իր հայրենիքում է, ես կասեի, ուր գնա, եկել է Մայր Հայաստան, եկել է իր մայրաքաղաք, մայրաքաղաքից որտեղ գնա, 30 տարի Ղարաբաղցին ապրել է այն հույսով, այն վճռականությամբ Արցախում, առնվազն սովետական միության փլուզումից հետո, որ մի օր միանալով Հայաստանի Հանրապետությանը, Մայր Հայաստանի, այսօր Արցախցին Հայաստանից էլ ուր գնա, հարց է առաջանում։ Փաստորեն Ալիևի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը պարզում է, որ նույնն է։ Այնտեղ ստիպում են քաղաքացիություն ընդունում եք Ադրբեջանի մնում Ղարաբաղում, այստեղ ստիպում են քաղաքացիություն ընդունեք, որպեսզի ձեզ նատանք ու այդ ծրագրերը այնպես են կառուցում, որպեսզի Ղարաբաղցին ոչ մի բանից չմոդիկան։ Ոչ մի ծրագրից չմոդիկան։ Հայրենակիցներն այլ նշում են, որպեսզի թողնեն գնան։ Իհարկե,
իհարկե, թողնող գնացողներ լինելու են, մնացող պայքարողներ են լինելու, մնացող ապրողներ են լինելու։ Այսօր արցախցիներին բաժանել մի քանի մաս, այսինքն նրանք ովքեր ունեցվածքեր ունեցել այստեղ, հանգիստ ապրում են իրենց համար, խնդիրներ չի առաջանում։ Բայց մեծամասնությունը 70%-ը կարելի է ասել, հələ մի քիչ շատ, որոնք որ այստեղ անշարժ գույս չունեն, նրանց համար ամեն ինչ խնդիր է։ Ամեն ինչ։ Աշխատանք ես ընդունում քաղաքացի դառ, բայց մենք քաղաքացի ենք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ինչն էր խանգարում, օրինակ, եթե մի հատ որոշում կայացնեին կառավարությունը, որ 070 կոդը լիարժեք քաղաքացիություն է համարում Հայաստանի Հանրապետությունը, եւ այդ անձնագիրը կրող անձնավորությունները, քաղաքացիները օգտվում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ նախատեսված բոլոր իրավունքներից, սկսած ընտրական, վերջացրած ընտրելու իրավունքը, որը որ 30 տարի մեզ պարտադրաբար զրկել են նրանից։ Ինչն է խանգարում։ Եվ ամեն ինչ բաներ անում։ Մեկը 070 կոդով ենք դրսում Հայաստանի դեսպանատուն դիմում 99 կոդով էլ, 60 կոդով էլ, 01 կոդով էլ։ Ինչն է խանգարում։ Ինչն է խանգարում ձեզ։ Ըստ իս խանգարում վախենում էին այդ ախր 100,000 ձայն տվող կար։ Սրանք վախենում են։ Այս իշխանությունները վախկոտ են շատ։ Գիշերն էլ թեկուզ քնում են, չգիտես ոնց։ Մեկը վախից թռնում է։ Վախենում են, որ իրենց Իշխանությունը կորցնելուց, այո։ Բայց ասեմ, այդքան էլ բան չէ, այդ 100,000-ը էական նշանակություն չի ունենալու։ Մեկը մայ Հայաստանի ժողովուրդն էլ պետք է գանեն եզրակացության, այն մտածելակերպին, որ վերջով էս արցախցիները զտարյուն հայեր են, եւ նրանց պայքարը, այդ սահմանը, որ կար Մարտակերտ, Մարտունի, Հադրութ այդ ճակատով, հիմա եկել է հասել Վարդենիս, Ջերմուկ, Գորիս այդ ճակատն է եկել նորից հասել, այդ նույն սահմանին նորից եւ Ղարաբաղցի կա կանգնած, եւ Գորիսեցի կա կանգնած, եւ Վարդենիսցի, եւ Հայաստանի Հանրապետության բոլոր շրջաններից, առանց խտրականության։ Այսօր մարդիկ այնտեղ ենքան Ղարաբաղցի կա կանգնած, որքան որ ժամանակին կանգնել են, ասենք Հայաստանաբնակ մեր քույր եղբայրներ։ Ինչ տարբերություն կա, սահմանը 200 կիլոմետր առաջ էր, թե հետա հիմա։ Այդ նույն սահմանն է պահում, չէ՞ Հայաստանի Հանրապետություն։ Ինչն էր խանգարում, որ այնտեղ պահեինք, երկիրը մեծ լիներ, մի քիչ լավ ապրեինք, մի քիչ այն որ ասում տունը որ մեծ է լինում, տան մեջ լավ է զգում, էլի թե։ Այդով ասում որ մնայի կռվեիք պայքարեիք, դա ինքը չգիտի կռիվը ինչ է։ Մնացել կռվել պայքարել են ժամանակին։ Այն առաջին պատերազմի ժամանակ հենց մնացել կռվել պայքարել են բացել այդ տարածքները նրա համար որ երկշերտ սահման էր պահվում եւ ներսից Ղարաբաղի եւ Հայաստանից ներսից դեպի Քարավաճառի բանը եւ մնացած սահմանամեր տարածքները մեկտեղ սահման պահեն հայ ժողովուրդ այսինքն երաշերտ սահման չունենային խնդիրը դա է ոչ թե մի հատ այն որ ասում են ասելն է մի քիչ լավ չի գալիս էլի Մարդիմազարգա ասի չէ ես Քարավաճառը դու ինչ ներդրում ունես Քարավաճառի ինչ աղդամում որ Ղարաբաղ տաս այդ շրջանները տաս ես 17 տարեկանից կռվել եմ Ղարաբաղում որ բանակը ստեղծվել է Ղարաբաղցիները ծառայում էին 3 տարի Հայաստանում տարի ու կես այն ժամանակ դուք դատեք ոնց էր լինում երկու անգամ ավել էր ծառայում Ղարաբաղցին բերեցին հավասարացրեցին երկու սարքեցին լրիվությամբ 2 տարի էին ծառայում 76 թվականի ծնվածներից մինչև 80 թվականները համարյա 3 տարի են ծառայում Ղարաբաղցիներ իսկ Հայաստանում տարի ու կես Հայաստանում 2 տարի էր ընդ հլա 3 տարի Ցենց խնդիրներ ա ով որ պատմությունը չգիտի ով որ ինքը ներդրում չունի այս երկրի համար նա է դրա մասին խոսում Ալեն Սիմոնյանն էր հայտարարում Դե Ալեն Սիմոնյանը ասա տեսնենք որտեղ է ծառայել ոնց է ծառայել հասկանանք էլի Ալեն Սիմոնյանը իրանից ինչ է ներկայացնում պատերազմի մասնակ որ թիվն է Ալեն Սիմոնյանը զունում դա պատերազմական տարիներին եղել է թե չէ
Նիկոլն է եղել, որը որ 75 թիվա պետք է մասնակցել, բայց ինքը չի էլ ծառայել։ Պարտանում էր, որ իր որդին է ծառայել։ Դե գիտես, իմ հոպարի տղան էլ է ծառայել Կամչատկայում։ Ինչ կապ ունի։ Ախորս տղան էլ բանում է ծառայել, Բերլինը գրավելուց է եղել։ Ինչ կապ ունի ծառայել, ոնց է ծառայել։ Հենց իր հանձնած քարավաճառի ռեստորաններում քեֆանելով այն կտրոնի համար այդ սկանդալին երևի տեղյակ է։ Մի կտրոնի համար, հենց իրաց կերած կտրոնի համար, որ երկիրն էլ տվեցին, այդ ռեստորանն էլ հետը տվեցին։ Այդ հենց են ծառայել։ Դրա համար երկիրը հանձնվել։